Գործադուլ է անում Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմը։ Մենք եկել հագնվել ենք, սիրուն, պատրաստ ենք խաղալու, բայց չենք խաղում, որովհետև մենք բողոք ունենք, սա բողոք է։ Չեն խաղացել այսօրվա ներկայացումը, որի համար 350 մարդ տոմս էր գնել։ Բողոքի ակցիա են անում։ Այսօր մենք ունեինք ներկայացում 350 հանդիսատես, այսօր չի եկել ներկայացման ու քանի որ չի կայացել այսօր հանդիպումը, վաղը 2 սեանս ներկայացում ունենք 700 հանդիսատես ու աշխատակազմը նորից չի աշխատում։ Ամբողջ թատրոնը գերլարված, փորձելով թաքցնել էմոցիաները, աշխատանքային լարված մթնոլորտը փորձում է աշխատել ու խանգարում են մեր աշխատանքին։ Երեկվանից չեն ստանում մի պարզ հարցի պատասխան. ինչու է քաղաքապետարանը առանց դերասանների հետ քննարկելու անհիմն աշխատանքից ազատել տնօրենին։ Էմին Թորոսյանին, որի աշխատասենյակը երկրորդ օրն է փակ է։ Երեկ է տնօրենը հավաքել իրերն ու լքել թատրոնը։ Երևանի քաղաքապետարանը միակողմանի խզել է աշխատանքային պայմանագիրը նրա հետ։ Արվեստի ներկայացուցիչների հանդեպ սա արդարացի չի, որովհետև հատկապես այս թատրոնը աշխատում է օր ու գիշեր եւ երևի թե Երևանի Հայաստանի թատրոններից ամենաշատ զբաղվածություն ունեցող թատրոնն է։ Այստեղ իսկապես մտավախություն կա, որ յուրաքանչյուրս կարող ենք արժանանալ պարոն Թորոսյանի ճակատագրին։ Դերասանների պնդմամբ տնօրենն աշխատանքից հեռացվել է անհիմն պատճառաբանությամբ, իբր շատ հրավիրատոմսեր է տվել քաղաքացիներին։ Տնօրենին հանել նրա համար, որ թոշակառուին ոչ թե 3 տոմս է, որ հասնում է ընդամենը, այլ 4 տոմս է տվել։ Թող բանը քաղաքապետարանը որոշի, թե թոշակառուն քանի անգամ օրվա մեջ շնչելու եւ արտաշրջելու իրավունք ունի, դա էլ ավել եթե անի դու գանդի։ Թող դա էլ որոշեն, ինչ են ուզում մեզանից։ Դեռ երեկվանից են դերասանները բոյկոտը սկսել, քաղաքապետին հրավիրել են թատրոն, որ բացատրի ինչու է այսպես անում, բայց ոչ քաղաքապետը, ոչ էլ իշխանությունից որևէ ներկայացուցիչ իրենց ականջ չի դրել։ Միթե դուք դառակ եք, չգիտեմ, ցարի բոգ, հա, այդպես են ասում։ Միայն քաղաքապետի մամուլի խոսնակը Facebook-ում ստատուս է գրել, թե քաղաքային իշխանությունն ուզում է բարելավել թատրոնի պայմանները, աշխատավարձերն ավելացնել, թատրոնն առողջացնելու մի շարք ծրագրեր է նախատեսել։ Դերասանները աշխատավարձի մասին խոստումն անվանում են էժան կաշառք։ Մեզ ուզում են կաշառել անով, որ աշխատավարձներն է ավելանալու, ես ինչ-որ բաներ են լինելու։ Ինչի համար այս ամեն ինչը չի լինում պարոն Թորոսյանի ժամանակ, ինչի, եւ որ ինքն էր տնօրենը, ինչի իրան ազատեցինք աշխատանքից եւ այս ամեն ինչը տրվեց հիմա։ Ուրեմն թող այն ժամանակ է տրվեր եւ մենք նորից գնայինք մարզեր խաղալու եւ թատրոնը վերանորոգման կանգներ։ Այստեղ ցավը սրանում է։ Իդեպ Հայկ Կոստանյանն իր Facebook-յան ստատուսի վերջին տողում գրել է Պատանի հանդիսատեսի թատրոնի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի անունը՝ Գոր Մարգարյան։ Նա մինչ այժմ Աշտարակի դրամատիկական թատրոնի տնօրենն էր։ Մենք որևէ խնդիր չունենք եկողի կամ ուրիշ ինչ-որ մեկի հետ որևէ խնդիր չունենք։ Մեր վիրավորվածությունը պարզապես վերաբերմունքի մեջ է, որ մեզ սենց վերաբերվեցին։ 3 ամիս մենք չստացանք աշխատավարձ, ստացանք ինչ-որ ուժ, ստացանք զորով այդ աշխատավարձները, հետո սենց անակնկալ կերպով տնօրենին։ Ուղղակի ուզում ենք հասկանալ ինչու։ Ինչի է այդպես, կարելի է գալ, խոսել, չէ՞, վերջո ինչ-որ սենց լարվածություն ստեղծեցին թատրոնում։ Դերասանները պնդում են, բեմ չեն բարձրանալու, մինչև որևէ մեկը չբարեհաճի գալ թատրոն եւ բացատրել տնօրենի հեռացման որոշումը։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։